Ողջույն։ Այո, Անահիտը չկա։ Էլ հետս կռիվ չանեք, ես մեղավոր չեմ։ Չէ, մի քիչ մեղավոր եմ։ Նախ ես գործ ունեմ մի հատ։ Իսկ մենք մի անգամ Անահիտի հետ արձանագրեցինք, որ երբ որ ես գործով տեղ եմ գնում, ավելի լավ է ինքը չլինի, որտեվ ով գիտի ինչքան է ինձ սպասելու դուրսը, այդ գործերը երբեք հայտնի չի ինչքան կտևի նախորդ։ Այտենց, հետո ինքը ասաց ահագին էլ գործ ունեմ, վաղն էլ երեխեքը գալու են, մի խոսքով, ասեց շատ կտխրես, որ չգամ, ասեցի կդիմանամ, նավանավանդ գործ ունեմ, սենց հայր ջան, ամսի 11-ն է դեկտեմբերի, 4 աստիճանա, 3 տեսակ առատ լավ ձում եկավ, բայց քանի որ տաք էր եղանակը, հիմա քանի որ Լվովյանի վրա եմ, ես ձեզ հետ մի հատ կիսվեմ ես, որակա ասվալտի խայ ասենց խայտարակ դարել, ուրեմն ես մի քիչ ուշադիր նայեցի, երբ որ քշում էի, սկզբից ինչ-որ մի տեղում, մի հատվածում, սենց ճաքեր են հայտնվում, հետո այդ ճաքերը կամանց սկսում են հոգվել, այս մասը լրիվ խայտարակը, ախր սենց չէր է, հլը տեսեք ինչ է կատարվում, ասոր խուլ գյուղի ինչ-որ մի հատ ճանապարհելն է, այս մասը ամենավատն է, այսինց, ու որ ասեմ ինչ-որ շատ շուտ են ստեղ ասվալտել չէ, երևի ամենաշատը մի կես տարի առաջ, մի խոսքով ինչ-որ անվորակ նյութեր է եղել մեջը, հիմա փող են աշխատել դրա վրա, թե ուղղակի գործ անել չեն իմացել, չգիտեմ ես էդ, բայց մի բան ասեմ, որ գիտեք, չգիտեմ, ասեմ թե չասեմ, սենց գործեր անելը, դա փոքր ինչ-որ տարատեսակը ցեղասպանություն, այտենց, դրա համար էլ չէի ուզում ասեի, բայց միտքը ախր նույնն է, էլի, հիմա, ասենք մենք շատ դժգոհ ենք, որ Թուրքիան չի ընդունում այդ փաստը, բայց ախր դրանից ավելի կարևոր է ունես նախադրյալներ ստեղծել, որ այդ երբեք չկրկնվի տեղահանություն, ցեղասպանություն, մենք արդեն այդ մեր ազգը անընդհատ այդ պատմությունների մեջ է ու երևի ժամանակն է արդեն, որ դա տենց հստակ ինչ-որ բաներ, ձեռքբերումներ ունենանք, որ բացառվի մեր ապագա պատմության մեջ այդ տիպի բան։ Դե բայց պետք է սկսենք մեզանից, նախ բացառվի սենց բրակ ասվալտ անելը, բացառվի անմտածված տեղերում շենքեր կառուցելը, մի խոսքով բոլորս գիտենք թերությունները, ինչքան իրանք քչանան, ինչքան բացառվեն, ինչքան մենք ինքներս մեզ հարգենք, սիրենք, իրար մասին մտածենք, իրար համար գործը լավ անենք, այնքան էլ կարանք արդեն օտարներից ռիսկով պահանջենք, լավ, էլի անջատվեցի, ժողովուրդ բռնեք, Աբովյան հրապարակում ենք, երեք կհիշեք Անահիտը բարձրաձայնեց մի մոմենտ Պատրիոնի վերաբերյալ, ինքը խնդրեց, ասեց, շատերը դուրս են ընկել Պատրիոնից ու չգիտեմ, ըստ էության մի հատ խնդրում ենք ստուգեք։ Հիմա ես ասեմ, ինչ կատարվեց։ Ուրեմն մերոնցից Գոհարը Բաբայան ինքը տենց դուս էր թռե ու ոչ մի կերպ չէր կարում հետ մտներ։ Հիմա այս անգամ ինքը գրեց, որ գրվել է նորից։ Ես նայեցի, ուրեմն երբ որ գրվում են, ինձ մեյլ է գալի, որ այս ինչ մարդը գրվել է, կարող եք իրան մեսենջեր ուղարկեք։ Խփում եմ,
մտնում եմ Patreon-ի մեջ այդ մեյլից։ Ու այնտեղ Patreon-ի մեջ, ուրեմն աղյուսա կա, նայում ես, ասենք Բաբայան Գոհար, մինչև այդ որ ինքը գրվում էր, ինքը decline-ա կոչվում, այդ decline-ի տակ էր ելնում։ Իսկ այն մարդիկ, որոնք գրվում էին, այնտեղ active կա, active-ի տակ էին իրանք ընկնում, էլի։ Ինչի էր ես մեկը այնտեղ ընկնում, ես մեկը ստեղ, ես չէի հասկանում, բայց ով decline-էր, ես ասում եի, չի ստացվի ձեր գրելը, էլի։ Այտենց։ Բայց Patreon-ը մի անգամ տենց բան ինձ գրեց, որ եթե ուզում եք, հենց իրանք գրվում են, մենք այդ պահին փողը գանձենք իրանցից, էլի։ Դե ես անգլերեն լավ չէի հասկանում, ասի լավ գործ չունեմ ձեր չտամ, ինչ ուզում են թող անեն, էլի։ Տենց թողեցի ինքնահոսի այդ հարցը։ Ու հիմա առաջի անգամ, այ Գոհարը այս անգամ որ գրվեց, առաջի անգամ ես որ մտա մեյլ, հետո մեյլից գնացի Patreon, Գոհարը ոչ թե միայն ակտիվի տակ էր, այլ նաև առաջի անգամ գրած էր paid, այսինքն վճարված է։ Այտենց բանը երբեք գրած չի եղել։ Լավագույնը գրած է եղել ակտիվ արդեն էս մարդը, էլի։ Իսկ գումարը գանձվում էր ամսվա վերջում կամ մյուս ամսվա սկզբում, այդ չեմ հիշում, երբ այ հենց դրա մասին էր Patreon-ը այդ վաղտ ինձ հետ էր առաջարկում, ասում էր ուզում եք մի անգամից գանձվի գումարը, էլի։ Ես ոչինչ չպատասխանեցի։ Ինձ թվում է շատերը երևի բողոքել են, որտեվ բարձր այդ խնդրումը մենակ իմ մոտ չէր, էլի, որ մարդիկ գրվում են ու տեղ չի հասնում գրվածը։ Ու իրանք ձևը փոխել են հիմա բոլորին այդ ձևի են արել։ Մի անգամից գումարը այստեղ են անգամ էլի այնտեղից ուղիղ գնացի։ Մի բան գալու է։ Այս կողքի շարքից չի կարելի ուղիղ, մենակ թեքվել է կարելի։ Խեն տենց արել չգիտեմ, եթե ուղիղ էլ կարելի լիներ, ու մեր խանգարում, դիմացից ոչ մի շարժում չկա էլի մեքենաների։ Հա։ Ու իրանք ըստ երևույթին ձևը փոխել են, թե բանկերի հետապայմանագիրը փոխվել, թե ինչ, մի խոսքով կարծում եմ արդեն հիմա գրվելը պրոբլեմ չի լինելու, եթե գրվեք մի անգամից կստացվի, նենց որ եթե մարդիկ կան, որոնք փորձեցին, հիասթափվեցին, թողեցին, կարող են հիմա նորից փորձել, ինձ թվում է պետքա ստացվի, որտեվ համակարգը փոխել են ոնց որ թե Patreon-ը։ Ասենց հայր, այդ կանը Patreon-ի մասին, կներեք այսքան ժամանակ խլեցի, ու իհարկե շատ շնորհակալ ենք մեր հավատարիմ Patreon-ի ժողովրդին։ Հիմա ես տեղից թեքվեմ Սայատնովա, ընդեղ է գործը։ Սայատնովա, հետջոտները գնան, հետո մենք գնանք։ Վերջի հատվածներում է գործը, բայց չէ, ստեղ հələ շուտ աստեղ չեմ կանգնի, բայց նավմանձանից հետո արդեն կարելի է կանգնելու հարցով զբաղվել, ենքանը կարամ ոտովել գնամ էլի։ Այ մերոնց չհարցրեցի երեխեքին, աշկիս քաղաքում ձուն չի էլ եկել ժողովուրդ, այս տպավորություն է, որ մասիվով ավարտվեց այդ զնայինը, աստեղ արդեն կարել էր կանգնել բաց տվեցի։ Լավ բան չստացվեց ժողովուրդ, քիչ էլ գնանք հələ։ Աստեղ էլ նշան ա դրած, կանգնել չի կարելի։ Այս որ նշանը դրած է, բայց կանգնում է ժողովուրդը, ընդորում շատ են կանգնում էլի։ Չեմ կարող հասկանամ, ես էլ միանամ իրանց, թե գործ չունեմ։
Եկեք միանամ էլի, հա, որտեղ պետք է թեքվեմ խանջանբան արդեն շատ է հեռանում։ Բան չհասկացա, ստեղ սենց նշան ա դրած, իստեղ ես կանգնեցի, այս կարմիր գիծն ա գծած, հիմա գնա հասկացի։ Դե որ ստեղ կանգնեցի ժողովուրդ, այս սրանցից մեկում են անգամ ֆլեշկա առա շատ լավն էր։ Հիստերիայի մեջ ընկել։ Գնամ երկրորդն էլ առնեմ, էլի թող երկու հատ լինի։ Անսպասելի էր ճիշտն ասած ինձ համար։ Սաղ շարքը նայեցի, չգիտա այդ որտեղից էի առել։ Լավ, նկարագրում եմ, երկու տեղ ասեցին ունեցել ենք, վերջացել է։ Հիմա չգիտեմ, ճիշտ տեղեր, սխալ տեղեր։ Մնում է տանը վիդեոն նայեմ նորից, ստույգ հասկանամ։ Այքես խնդիր։ Բայց նրանք ասեցին, եղել է, վերջացել է, եթե ճիշտ եմ մտել տխուրը։ Լավ։ Իմ գործը ճիշտ ասած այդքան հետաքրքիր տեղ չի, մոտարապես այն շենքի բակը պետք է գնամ, գնանք այդ շուտ ավարտենք, հետո մեր նկարահանումով զբաղվենք, չնայած ընթացքում իհարկե կնկարեմ, լավ, եկեք ես փոխեմ GoPro-ն դնեմ, թե չէ այդ խանութները, որ հեռվից նկարեցի, երկու աշխատող դուրս եկան, ասեցին, ինչի համար եք նկարում։ Ասեցի, հա, ասում եմ, մենք վախեցանք, որ ստայանկայի կանգնածներին եք նկարում, մեր մեքենան էլ է կանգնած, դե GoPro-ով տենց պրոբլեմներ չկա։ Սպա կենտրոն, արդեն ինձ սկսեցի լավ զգալ, Երևանում զգալ։ Ես ինչքան հիմնարկ ձեռնարկություններ են դրել։ Տենում եք, մենք սենց պիրամիդա ունեինք, ահագին ժամանակը արդեն սա կառուցած է, ստեղ մի վաղտ զիգզագներ, ուր գնացին չգիտեմ։ Այս մասերը չէ, այս մասերը նոր են վերցրել, համեմատաբար բնակիչներից գնել են, այն ժամանակ մենակ ես բուրգներ դրեցին, ասենց Սայատնովա պողոտա, դե շենքը հիշում եք, ահագին ասել ենք, ստեղ ինչ-որ մի հարկում բնակարանը պաչկամբ ունի, որ առաջ անգամ իմացա շատ զարմացել էի, չէի հավատում, վերջը տանտերը բացեց, ասեց հեսա։ Այս փողոցն էլ Ավագ Պետրոսյանի անվան է, սենց որ գնանք Թումանյան դուրս կգանք, այսինքն Սայատնովայից Թումանյանից դուրս գալի, հարմար ուղղություն է։ Ես էլ Ավագ Պետրոսյանը, ուստեղ էլ սենց բան ա գրած, Ավագ Պետրոսյան, հայ օպերային արվեստի, այս դժվար խոսք ա, մերոնք բացատրել էին, բայց ռահվիրա, օպերային արվեստի ռահվիրա, դե իմաստը հասկանում եմ, բայց մերոնք շատ ճշգրիտ էին գրել ինչա, չեմ հիշում։ Ժողովուրդ ջան, եթե հավեսում եք, դե հաշվի առնելով, որ հետո էլի մոռանալու եմ, իսկ կարողա չմոռանամ այս անգամ, գրեք մի հատ, ստեղ ֆոտո էր, շատ լավ եմ հիշում, որտեվ
այստեղ մեծ լուսանկար էր Ռուդիկը Խարաջան Սպարտակ բալետից լուսանկար էր Ստեղ եմ մտնելու լավ փողոց անցնեմ գոպրոն տնցել չմիացրեցի, հա հայք ստեղ հետաքրիր հիմնար կա Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ Ես գործս ավարտեցի շենքում, ես մի հատ հեռվից ցույց տամ Հայեք ես այդ նոր շենքի հետևի կողմն է, բակի կողմը, ես ինչ-որ անսպասելի էր, չնայած երևի մոռացել էի, որտև այս մասում մենք Անահիտի հետ մտել ենք, նկարել ենք, կարծեմ այն կողմից եկանք, զինկոմիսարիատի կողմից, դրա համար ստեղ ես երկար չեմ նկարի, ուղղակի արագ, այս ցուցանակը այս շենքի վրա էր, Այ հեն անդեղա, հիմա չգիտեմ, օրինակ այդ վենսը, որ առաջարկեց փոքր միջուկային ատոմակայաններ, դա վերաբերվում է էներգո խնայողության և այլն, թե ոչ։ Անդեղ մանկապարտեզա, Վերևություն վեճարով է, թե պետական է մանկապարտեզը։ Վեճարով է, մասնավոր է։ Իսկ գումարը ոնց է մոտավորապես։ Չգիտեք, հա։ Ամեն մեկին տարբեր։ Հա, ինդիվիդուալ է, հա։ Պարզ է։ Գումարը չգիտենք։ Լավ, ես դուրս գամ Սայատնովա, ժողովուրդ ջան։ Այստեղ մանկապարտեզեր իմացանք։ Նատր ստեղաշենք, հա, ես են սովետի ժամանակ էլիտար շենք էր, հեսա պաշկամբը ցույստամ կհիշեք, այսինքն Սայատնովայի վրա ես ցույստամ ավելի ճիշտ է, բոլորս ընդեղից ենք տեսել էլի, բայց ես ոնց են առաջ եկել, հլը նայում եք, բակը ինչքան են փոքրացրել, ընդեղ մի հատ նեղ բան է մնացել անցնելու համար, Այդ մեքենա էլ երևի չի անցնում, հա, տեղով, նա, հարմար է ապրողներին, բայց մենակ իրանց, ես այդ նոր շենքը, որը տենց բակի կողմից տեսանք, հաջող ներխուժել է աստիճանաբար, այս էլ Այս պաչկամբները կհիշեք, այդ սովետի վաղվա էլիտար շենք էր, ինչ-որ ասում էին ցեկայի բանի աշխատողների համար, դե են վաղտ էլիտարը էր, մեր էլիտան, լավ, ես գոպրոն արդեն դնեմ, օգնեցի սրանով, ու գնանք. Այս էլիտարները, այս մասը չեմ հիշում, սենց կար սարկած որպես էլիտար շենքի ինչ-որ մի բակ հիշացնող, թե նորա, այս մի շինությունը նոր տեսք ունի, բայց այս շատրվանը կարող է հին ելնի, չեմ հիշում. Ես են հրապարակի չէ, ծառերի ծաղոցոր. Գնանք դեպի Նալբանդյան. Դոննա Դեստեղ Անահիտներ պետք ես չեմ հիշում ես խանութները Ստեղ մի հատը մեր ծանոթինն էր, բայց
Հիմա կա որներ, չեմ հիշում, հագուստի խանութ էր։ Իլոնը, Baby Room։ Նա, այստեղ կանգառել կա։ Օ, Մերգելյանը։ Ես համալսարանական եմ։ Նիկիտա ջան, ողջույն։ Մեր Նիկանդրը։ Ես ասեցի կարող է կանգառում գրած լինեն, որ համարներն են գնում գալի, բայց հələ այդտեղ չենք հասել։ Չէ, սա գեղեցկության սրահը։ Այսինքն այդ Եվանից Արմեն Երևանում գեղեցկության սրահը դարավ չէ։ Ամենահարգված բաներից մեկը չէ։ Կարող սա էր, որտեղ իրանք տեղափոխվեցին Մոսկվա։ Դες շենքը կարծում եմ հիշում եք կոնյակի գործարանի կոոպերատիվ շենք էր։ Այնտեղ Նինա Սավետիսյանն է ապրել, ցուցանակը կա Սպիտակ մարմարից։ Մենք սենց կգնանք, երբ որ մեզ լույսը թույլ տա։ Ասեմ, օդի սառնությունը մի տեսակ տահաճ դարավել, տենց հյուրընկալ չի, ոնց որ նոր մեքենայից երբ որ դուրս եկա, այդ բնակարանից որ դուրս եկա, արդեն ինչ-որ զգացի, որ փոխվել է։ Չնայած 5 աստիճան է էլի։ ԱԿԲ-ն ավելի քան դեղատուն է։ Ոնց որ մի աչքով չնայեք։ Ստեղ սկզբից էս վերանորոգումը, էս տեսքը, որ սարքեցին, Լակոստա ֆիրման էր։ Բայց դուրս եկավ, չգիտեմ ինչի, գները բարձր էին իհարկե, այս բոլորը իրանք էին։ Ալբանդյան Մենք մի անգամ հարցրեցինք, չէ, Անահիտի հետ Վարդանն է, ասեցին այս պահին չկա, բայց вообще ինքն է։ Դուք աշխատող եք։ Այո։ Այս ծաղիկները մի հատ Վարդան կար, Իրանն են, թե ինքը չի գալ։
Ես որ ստեղ դուրսը դրած է։ Ստեղինը։ Հա։ Իրանն է։ Հա, բա ինքուր է։ Ինչ իմանամ։ Դες թողուն գնում է, Այո։ հա։ Ու վարդեր էր, վարդանի վարդեր, նայում եմ վարդ չկա։ Հեսա կգա ուր լինի։ Հա։ Շուտվանից չեմ տեսը։ Եղավ, շնորհակալություն շատ։ Հա, վարդանն է։ Շատ ակտիվ տղա էր մի ժամանակ։ Պապլավոկ էր գալի միշտ։ Վարդեր էր բաժանում։ Բայց ոնց էր արել, չգիտեմ, հա, ես իրա հեծանիվն է։ Բարգուտ, Ո, ողջույն։ ոնց եք։ Լավ եմ։ Վարդանն եք։ Հա, Հա, Վարդան ջան։ Ուր եք մենք անընդհատ կնոջ հետ անցնում, անհանգստանում ենք ուր է Վարդանը ուր է։ Արդեն գալիս եմ։ Հա։ Լավ է։ Հարջան ծնծաղի ինչ հարցի։ 4000 եմ։ Հիվանդ ես։ Չէ, ատամներս սա։ Հա։ Եկեք։ Էլուր գանք, գործերը լավ ակա էլի պարզա, վազեց։ Լավ, հետ գալուց եթե ստեղ կանգնած լինի կզրուցեմ։ Այսքան սպասել առանց դե շատ ժամանակ կորցրեցի։ Վայ, ես ինչ փոքր մանդարիններ են։ Այս մանդարինի մոդելը, Դու դա իդիշ տարասիրես էր այն լավ է, ընկինը հարցրեց իմացանք էդ, ինչի հակապցրե ես, ճիշտ ասած կաման չէի հարցնեի։ Ես ինչ-որ շատ չեն մրգի խանութները ստեղ, միրգ բանջարեղենի, գներն էլ գրաշ չի։ Ես ինչ է, կաշտան հա, սենց մեծ, հա, այն է։ Ես ինչ-որ նենց զգում եք, ոնց որ նենց ուրիշ մակարդակի մրգի խանութ է։ Հա, հեսա, մի բան կա, մանդարինը 620, դες խնձորից դժվար է հասկանալ։ 350 է կոնկրետ ես մեկը։ Ոնց որ վատը չի, հա։ Ոնց որ։ Հա ջան։ Ոնց որ։ Ոնց որ։ Դե այդ ինչ որ իջեցրած գնով խնձոր էր կարծում եմ։ Բայց իրոք վատը չէր։ Իրոք էստեղ զովք չէր, վերացրեցի, ու ինչ դարավ, ինչ-որ բաներ են ուտում, պերաշկի բան, հա, բայց հա էր զովքը, թե չէ ներքև էր կարծում, մի քիչ ավելի հա էր լուրջ խոհանոցում էին։ Ստեղ էլ իմ մանկապարտեզն էր, գալիս էի, շատ մոտիկ էլ տատիկիս տունն էր։ Ես էլ Չուբարյանենց, հա, բայց ես որ մանկապարտեզն էի, Չուբարյան չէր, ասել եմ դրա մասին։ Բժիշկ էր, այս պաշկամբն էր, պատմել եմ ավչարկա ուներ ոսկի ատամով։ Այս մեր մանկապարտեզի տեղը ինչ-որ մանկական հրապարակ մնացել է։ Բայց ենքան հաճելի շենք էր ափսոս որ քանդեցին։ Սենց աստիճաներ, պիրիլաներ էին իջնում երկու կողմից, մուտքը էլի, լավն էր, հա, բայց ես գիգանտ
շենքը սարքեցին, ոնց է կոչվում, Սայատնովա բիզնես կենտրոն։ Հա, դες ամենակ բիզնես կենտրոն չի, բնակելի ահագին տարածքներ ունեն։ Այս շենքը հիշում եք ինչով է հետաքրքիր, չէ՞։ Համ Թումանյանից մուտք ունի, համ հեսա մենք Նալբանդյանից մտանք, չէ՞։ Համ ընդեղ Ավագ Պետրոսյան փողոցներ հիշում եք, ընդեղից մուտք կա այս շենքի բակը։ Ու իհարկե Սայատնովայից։ Լավ, մեքենայի մոտ կարող ասենց էլ գնամ։ Այս ինչ էր գրած։ Վճարովի ավտոկայանատեղի։ Ասենց բան կա։ 30 օրը 70,000։ Տանգ է, չէ՞։ Մի ժամը 500 դրամ։ Հա, դետոյից երևում է, որ թանկ։ Մինչև մի ժամ 500, մի ժամը 500։ Առաջին 15 րոպեն է ամենալավը, անվճար։ Սենց մտնում ես, գնում ես, հա։ Լավ ես թողենք հետագային։ Իսկ հիմա դե Չուբարյանի աղջիկն է այն կողմից մուտքը, բայց այ բժիշկի տեղով ապրում չգիտեմ։ Կարծում եմ չեմ սխալվում ազգանունը, Արեշյան էր։ Այս շենքն էլ ճիշտ ասած քաղաքում հայտնի էր, այն անկյունում Անահիտ սրճարան էր, Մալադիոժնի։ Այդտեղ գինի էր կարելի խմել, Սասինսկի էլ կարելի էր ուտել, սուրճ էլ կարելի էր խմել։ Ինքը ինչով էր հաճելի, որ լուսամուտները երկու փողոցի վրա էին, Սայատնովա ու Նալբանդյան, էլի։ Այո։ Դե մեր խմբից առնվազն 2 հոգի հաստատ ստեղ էին ապրում, երևի մեկը հլը ապրում է, կարծում եմ, իսկ մեր նայողներից Ալեգն է ապրել, ստեղ Ջաֆարովը, մեր Ալիկի տղայի կինը Լիլիթը, ողջույն բոլորին։ Լիլիթին ես համարյա չեմ ճանաչում, բայց շատ հավանեցի, երբ որ Գևորգի համար փող էինք հավաքում, շատ հետաքրքիր իրան դրսևորեց, շատ հավեսով արեց այդ գործը, էլի նս դուրս եկավ, այս Չուբարյանի վերաբերյալ է, եկեք ես չփոխեմ էլի բանը, հա, կամերան։ Հա, այս դուրն էր, մի անգամ ծեծեցինք, աղջիկը բացեց, զրուցեցինք, բայց ներս չգնացինք։ Դե Չուբարյանը հույսով եմ գիտեք, քանդակագործ է։ Այն շատ լավ գործը հիշում եք, Կիրովի այգիում, նախկին Կիրովի հիմա, այն զինվորը, շատ հուզիչ աշխատանք էր։ Դե հետո Մատենադարանի հետ բաները, քանդակները։ Հա, հես ասով կժողորդ։ Սա առաջիններից էր։ Իսկ նույնիսկ կարող է ամենաառաջի զովքն էր։ Տենց էլ կարգին չիմացանք զովքում նա։ Նոր որ հայտնվել էր, ասում էին վեհապարինն է, բայց ինքը հետո չգիտեմ ինչ, հիմա չգիտեմ մի խոսքով ումնա։ Եթե ստույգ գիտեք, գրեք։ Եթե վարկածները պետք չի, վարկածներ շատ կան։ Այստեղ Վարշավիրանոց էր,
նախ հետո Խանդիկյանի լուսանկարչական էր էլի Խանդիկյանը մինչև այդ ինքը Պուշկինի վրա էր իսկ հետո տեղափոխվեց ստեղ մի տեղ էր շատ լավ լուսանկարիչ էր մեծ գեղարվեստական լուսանկարներ էր անում էլի ու Արմեն Խանդիկյանի դե հայրն է դե մեր Պուշկինի վրա Խանդիկյաններ, Եկարյաններ ու մեր բակում էլ էր մի հատ լուսանկարիչ ես ինչ է նա աղմուկը գցել ոստիկանի վրա ուզում են ազդեն, հա? Հոգեբանական ճնշում են գործադրում Այս շենքերը իհարկե շատ հաճելի եղավ այդ բուտկաներից ազատվեցին Այս աղբամանների հարցը տենց էլ մնաց լուրջ հարց Ես էլ հա փոխին անունը հիմա ինչա հա բարև Քոչարի վրա էլ էր կրպակ էր չէ ոնց որ կոչվում Քոչարի վրա էլ փոխեցին բարև դառան ռեբրենդինգ են արել բարև գործ կա հսկիչ վաճառողուհի Գանձապահ ու հեռախոսի համարը Բունկեր այսպես ծակրտել է էլի այդ որ րոպեից սկսեց այդ պրակտիկան չեմ կարում հիշեմ որտեվ այն ժամանակ ուրիշ մտքեր էին լրիվ մեկ էլ մի օր տնանք սենց սաղ քաղաքը ծակրտաց ոնց էր դե այդ նոր էր ինչ որ անսովոր էր էլի հետաքրքիր էր ստեղ ինչ որ ասենք game bar game ֆիլմեր էին ցույց տալի որոնք երբեք չէինք տեսել բայց հետո իհարկե բարձվեց որ ապուշություն է ու բոլորովին արդարացված չի այդ շենքերը ծակրտելը այս մասը կարգի եկավ լավ եկեք սենց գնանք դե սա հայտնի քաղաքում արդեն ասել եմ քաղաքում այն վաղտ ամեն խանութ հայտնի էր սա տկանի շենքն էր այնտեղ վերևը նաստրոյկա արեցին էդ էլ ենք ասել բայց համատաբար լավ են արել նաստրոյկեն հեսա մի հատ էլ ծակ ու ինչն է հետաքրքիր հիմա այս ծակերի մեծ մասը չի աշխատում սենց անգործ այնքան որ շենքը ծակրտեցին ու ոչ իրանք մի բան արեցին ոչ էլ շենքին մի օգուտ տվեցին Այդ ատեիստուն այնքան եմ պատմել չեմ պատմի այո մուտքը ստեղից էր դալան այն կողմը մեր մանկապարտեզն էր բայց ոչ մի անգամ մտքովս չի անցել մանկապարտեզից փախնեմ գամ տատիս մոտ նոր հասկացա
Այս էլ էր Իրանը, տարածքը։ Դե մենք այն վաղտ ազնիվ սովետական մարդիկ էինք։ Տատեիս մոտ ոչ մեկին ոչ գրանցել էինք, ոչ բան էինք արել, հաշվելով, որ մեր բնակարանը բավականին մեծ է, մանավանդ հորեղբորս հետ իրանց ընտանիքի հետ էինք ապրում, իրանք տուն ստացան գնացին, այդ իրանց տարածքն էլ մերը դարավ, նենց որ բոլորովին այդ ագահություն չի, այդ իհարկե պրակտիկ ուղեղը չկար այդ, կարային ասենք ինձ գրանցեին կամ քույրիկիս, որ մնար մեզ էլ է, դե չարեցինք, որ ասեմ հիմա մի առանձնապես փոշմանում եմ կամ վատ եմ զգում չեմ, շատ ունեցվածքն է, շատ հոգսեր ունի էլի, չէ։ Այս շենքերն եմ նայում, այս մեկը նոր է, այն շենքը են անկյունային է, ինքը սենց շարունակվում էր ու հետաքրքիր տեղեր էին էլի, ստեղ հիշում եմ բաներ, սենց դուռ էր ու բնակարան էր, այ ոնց որ Չուբարյանենց տունը էլի, կարող է նույնիսկ երկու հատ էր, մարդիկ էին ապրում ու սենց Գեղեցիկ փոքրիկ տենց շենքեր էլի, քանդեցին այս շատ սարքեցին, ստեղ արդեն կարգին չեմ հիշում, ես էլ քանդեցին, սարքեցին, հա, ստեղ Չայկով է, այն շենքը կար, կարող է այդ շենքը երկար էր, կեսը քանդեցին, կեսը մնաց, այդ շենքը գիտեմ լավ, որտեղ ծանոթ կար այդտեղ ապրող եղբայրներ էին։ Էսենց սուպեր շենքն է ստեղից երևում Թումանյանից։ Հա, այս Թումանյանի այս հատվածը ոնց որ թե համարյա տենց էլ մնացել է, մի մոմենտ շատ ուժեղ սաղ կոմպյուտերներ էին, այստեղ տատեիս տան կեսը ֆայն էր կոչվում կարծում եմ, շատ նենց հայտնի դարավ քաղաքում, շատ արագ, դե սովետից հետո իհարկե, հետո փակվեց կամաց, ու ստեղ այդ ֆայնից հետո ահագին տենց կոմպյուտերների վերաբերել, հետո էլ մոբայլների խանութներ հայտնվեցին մի անգամից, որտև դե մարդիկ գալիս էին այդ ֆայնը, դե այն էլ նայում էին, աչքները ընկնում էր, մի հատ էլ ընդեղ էին մտնում, ժողովուրդ, արը որտեղ էր հեռուստաընկերությունը, այքյուս բան, Այն կողմ էր, հա, երևի, հա, այն կողմն է, մի վաղտ իհարկե արը, Fish Lab ռեստորան, բայց հիմա, գիտեք, նա զգում եմ, Վենսի այցից հետո մի քիչ, չեմ ամ, դուք նկատում եք, ձեր մոտ կա տենց զգացում, մի քիչ հոգեվիճակը ինչ-որ հանգստացավ էլի, դե երևի բոլորիս մոտ նույնն էր էլի, անընդհատ ինչ-որ ծանրություն ես մեջդ զգում էլի, այդ մեր իրավիճակի հետ կապված ոչ մի լավ բան չէր կատարվում, արտաքինը նկատի ունեմ իհարկե,
Բայց հիմա ինչ-որ մի թեթև շունչս մի քիչ բացվել է։ Դա Աստված հաջող ամեն ինչը ստացվի։ Մի հատ Ռաֆայելով չէիր գերել։ Դեստեղ հիշում եք, ով որ հիշում է, ով որ չի հիշում, այդ պատմել ներկայացնելը շատ դժվար գործ է։ Փուրթուլի բուտկաներ ստեղ։ Հետաքրքիր է, չէ՞ որ մի հատ փոքր բուտկա կարա տենց քաղաքով մեկ հայտնի ծխախոտի կենտրոն էր ուղղակի։ Ինչ ամերիկյան սիգարետներ էին։ Դա ինչի մենակ ամերիկյան, գերմանական կար։ Ամեն ինչ ուներ Փուրթուլը։ Հետո Փուրթուլի ժամանակն էլ անցավ։ Հիմա ցանկացած սուպերմարկետում երևի 3 անգամ շատ տեսականի կա սիգարետների, քան թե Փուրթուլի մոտ էր։ Չնայած ես ասեմ, այն վաղտվա սիգարետների որակը ուրիշ էր, հայեր։ Փուրթուլին իսկապես Ամերիկայից էր, ինձ թվում է։ Ու մի հետաքրքիր բան կար, որ երիտասարդները պատկերացնեն այդ սովետը ինչ տիպի երկիր էր, էլի։ Իմ ընկերս Դավիթը ինքը քիչ էր շատ ծխում ու բացարձակ Փուրթուլի մոտից ամերիկյան էր առնում։ Ու մի անգամ ես Մոսկվա էի գնում, ասեց, եթե հանկարծ հանդիպես դե ֆարցովշիկներ բան կային, էլի։ Մի քիչ էժան, ես որտեվ հարցրեցի ինչ կուզեիր, ասեց մի բլոկ սիգարետ բերել է ամերիկյան, հենց ասեց էլի ընկերական, կլնի, չէ, ես էլ էի հասկանում, մեկ էլ պարզվեց մեր աշխատակիցներից մեկը, ինքը Մոսկվայից էր, մեր մոտ ասպիրանտուրայում էր, իր հայրը մեծ Մոսկվա գաստրոնում կար, Մոսկվայում կհիշեք, Կարմիր հրապարակից հեռու չէր։ Այդ գաստրոնոմում ինչ-որ մի հատ բաժնի վարիչ էր ինքը։ Ես ասեցի, լսի, կարող է պապատ ամերիկյան սիգարետ ստանում եմ, ասեց, հա, ասեցի, կարա մի բլոկ էլի, շատ պետք չի։ Հա, ասեց, Արմեն, ասեմ, գնա։ Գնացի, այդ մարդը ասեց, ինչ ես ուզում, Քենթ, Մալբորո, բան։ Ես էլ ասեցի, Քենթ։ Ես չէի ծխում այդ ամերիկյանները։ Քենթի ինչ-որ այդ սպիտակությունը դուրս եկավ, Քենթ ուզեցի։ Դե ասեց, գնա կասա վճարի, ասեց, ինչքան պետք է վճարեմ, մի բլոկի համար։ Ասեց 3 ռուբլի 30 կոպեկ։ Այսինքն սովետ էր։ Նենց որ բարձական աշխատողները համարյա կոմունիզմում էին ապրում, էլի։ Այսինքն տենց սիգարետ 33 կոպեկով ծխել իրանց համար պրոբլեմ չէր։ Չգիտեմ, մեր ցեկայի աշխատողներն էլ, բայց Մոսկվայինը հաստատ։ Ես էլ սենց փողոց է։ Ստեղ մի օր դուրս եկա հանկարծակի, այդ ցուցանակի բացումն էր։ Մատենադարանի տնօրենը, մի րոպե ժողովուրդ, ազգանունը Արևշաճան էր, եկեք ես ցուցանակը գտնեմ, մի հատ նայեմ, չսխալվեմ, գեղեցիկ բան չի ստացվի։ Այո, Արևշաճան, Սեն Արևշաճան, 80
6 թվից ոնց որ մինչև 2014 Հայաստանը ապրել է Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս հայագետ, ոնց ակադեմիկոսը երկու անգամ, չէ, այնտեղ ուրիշ բաներ եղել, տնօրեն, լավ չեմ տենում ինչա, թացա, Սեն, Արևշատյան, այո, ստեղ բացումներ, ես էլ այդ շենքն էի նկարում, այդ օրը դուրս եկա, տենամ ահագին մարդիկ են հավաքված, ելույթներ լսեցի, մի խոսքով հասկացա, որ իսկական գործի նվիրյալ մարդ, շատ ունենք այդպես մարդիկ, դե նույն Մերգելյանը ասենք, չէ։ Դե իրա չափերով բանով փոքրիկ փողոց էր էլի, ես կարող ավելորդ էր սենց բարձրահարկ, բայց շատ թքիչ էլի, առաջինը իհարկե փողոցը լրիվ փչացրեցին, փողոցին ուղղակի ձեռ առան, այս գազի խողովակները պարզա, լտեսեք ինչ է կատարվում ստեղ, սա փողոց է ախր է, գործարանի հայատ ոնց որ ելնի, այս առաջի հարվածը, դե հետո դրանից հետո արդեն սենց բանը, որը անընդունելի է այս փողոցում, բայց արդեն տենց սոսկալի չի նայվում էլի ոնց որ այդ խողովակները, այսինքն ես կարծում եմ ոնց որ ամեն վատ բան, սխալ բան, ինքը հետո տհաճ հետևանքներ է թողում էլի, սենց քաղաքը այլանդակելուց հետո մարդիկ երևի մտածում են դե լավ հիմա մի հատ սենց բան սարքեմ ում եմ խանգարում, սիրուն կսարքեմ, գրանիտից կսարքեմ, նայում ես այս մի կողմը ասում ես հա դե լավ սարքի ինչ ասեմ, այդ տենց շատ վատ է ու ամենավատը որ լուծումը չգիտեմ ես մի անգամ մասնագետի հետ խոսացի որ այդ ոլորտում աշխատում է ասեց ինչ որ այդ համարը անհնար բան է այդ գծագրեր են պետք այդ շենքերի տակ ինչեր կա ինչ չկա որ իջացնեն գետնի տակ էլի մի խոսքով ասեց մոռացի այդ չգիտեմ լավ են մարդեր էլի նես չէր որ ինչ-որ սուտասան իրա շահերը ուներ չէ մոտիկ մարդեր ես շատ փիս հիասթափվեցի բայց դա ինչ է նշանակում ոնց որ ասում են փողին մուննաթ էլի չէ Հեսա վենսը լավ գումարներ ախոստացը ինչքան էր ես նենց է չհասկացա 7 միլիարդ թե 9 միլիարդ Փաշինյանը ոնց որ ասեց 4 հետո 3 ու բացատրեց մեզ որ դրա ամենալավ որ դա կերապատվի եւ այլն որտեվ ուրիշ ներդրողները տեսնելով Ամերիկայի վստահությունը մեր երկրի նկատմամբ մի խոսքով դե նայել եք սաղդ ես չեմ որ պետք է այո բայց ամենայնիվս թեթև շնչելը մի քիչ արկա է ահա Եկանք ես ֆոտոն, հա Այստեղ էր Ռուդիկը Կնոջ հետ էր պարում Նաջայի Սպարտակից Հա, իդեպ Ռուդիկենք Այս փողոցի այ անկյունում էին ապրում Ընդեղ մի հատ փոքր
տենց առանձին տուներ, հենց անկյունում, մորացա։ Հա, տեղն էլ մի հատ նայե ինչ ա դարել, ափսոս, որ մորացել էի։ Давайте действительно насчет скважины. Ու մի սենյակ էր, կարող եմ 1.5, 6 հոգով էին։ 2 քույր, 2 եղբայր, հայրը, մայրը։ Շատ լավ ընտանիք էր, աշխատող, երեխաներին էին մեծացնում։ Լավ, ես ավարտեմ, հայր ջան։ Լավ ունեք։ Աստված խաղաղ երկինքը առնվազն Հայաստանի վրա ռեալ լինի։ Ուկրաինան էլ իհարկե շատ ցանկություն կա, որ ժողովուրդը բրցնի այդ տառապանքներից, աննկարագրելի ուղղակի տառապանքներ։ Միշտ առողջ լինեք։ Տղայիս ուզածով ասեմ, ցտեսություն։